Մենք չենք խափում ժողովրդին։ Մենք չենք ձևացնում, թե այսօր ունենք բոլոր լծակները։ Մենք առանց կաշկանդվելու կամ վախենալու բարձրաձայնում ենք ճշմարտությունը, որովհետև լռությունը սպանում է, իսկ խոսքը կամաց տանում է գիտակցված գործողության ու վերջի վերջո փրկում է։ Ու այս դիմադրության առաջին փուլն է։ Նախ գլխի մեջ, հետո փողոցում։ Երբ արդեն գործը կանցնի փողոցին ու բոլորդ մեզ միացած կլինեք, այդ ժամանակ այս համակարգը հիմնահատակ ու հավիտյան արմատախիլ կլինի մեր իրականությունից։ Ու ինչ ենք անելու մենք, երբ դրանից հետո արդեն կունենանք իշխանություն։ Գերիների հարցը կդառնա պետության թիվ 1 անվտանգության օրակարգ։ Ադրբեջանը չի խոսա մեր հետ դատավորի լեզվով, որովհետև մենք ոչ Նիկոլ ենք, ոչ էլ այս համակարգի մեկ այլ ներկայացուցիչ։ Միջազգային հարթակներում կվերացվի մեր այսօրվա հարմարվողի կերպարը ու Հայաստանին կվերադարձվի պայքարողի, պահանջող ու ստացողի դիրքը։ Խաղաղությունը չի խնդրվի, խաղաղությունը կթելադրվի հաշվարկով, այսինքն ոչ թե վախով, ոչ թե էմոցիայով կամ աղաչանքով, այլ սառնասիրտ պետականությամբ։ Ու վերջապես վերածննդի շարժումը զուտ իշխանափոխություն չի։ Վերածննդի շարժումը նախ մտքի հեղափոխություն է։ Չկա հայկական պետություն առանց նոր մտածողության, չկա անվտանգություն առանց ինքնագիտակցության ու չկա ապագա ստի վրա կառուցած։ Վերածննդի շարժումը գալիս է փակելու ոչ թե պայքարելու էջը, այլ ստրկության էջը։